Ավետիք Իսահակյանի 150-ամյակի տարին մոտենում է ավարտին եւ հոբելյանական միջոցառումները, որ անցկացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի մշակութային կենտրոններում, այժմ ամբողջանում են հոբելյանական միջազգային գիտաժողովով, որն իրականացվել է Ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, Հայաստանի Աբեղյանի անվան եւ Ռուսաստանի Գորկու անվան գրականության ինստիտուտների, Մխիթարյան միաբանության, Գրողի տուն թանգարանի, Ակադեմիայի հիմնարար գրադարանի համատեղ ջանքերով եւ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Քառօրյա գիտաժողովին բացի Հայաստանի ներկայացուցիչներից մասնակցում են մասնագետներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Չինաստանից։ Գիտաժողովի օրակարգում ներառված մոտ 6 տասնյակ զեկուցումներն առնչվում են պոետի ստեղծագործության ամենատարբեր շերտերին։ Այդուհանդերձ կազմակերպիչները վստահ են, որ Իսահակյանի ահռելի ժառանգությունը երբևէ չսպառվող թեմա է։ Իսահակյանի ժառանգությունը ել ավելի կարոտ են հետազոտության նոր արժեքների, նոր ընկալումների լույսի տակ։ Այնպես որ Իսահակյանը մեծ բան է ստեղծել, խոշոր մշակութային գործիչ համամարտկային եւ ըստ այդմ Իսահակյանի ուրեմն ստեղծագործական ժառանգությունը արժե ուսումնասիրել եւ բացահայտել նոր խորքեր, նոր գաղափարներ, որ լիքն է նրա ժառանգությունը այդպիսի գաղափարներով, համամարտկային արժեքներով։ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, որ ներկայանում է զեկուցումների տպավորիչ բազմազանությամբ, հոբելյանական տարին նշանավորել է նաև հրատարակչական բազմաթիվ ծրագրերով, Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուին զուգահեռ իրականացված այլ նախագծերով, որոնցում առանձնահատուկ տեղ է գրավում վարպետի ուստակարու վեպը։ Ինքը վարպետը այն էպոս էր որակում, որն ըստ էության նրա կյանքի գործն էր, եւ որը վարպետն այդպես էլ չավարտեց, քանի որ բոլոր զարգացումները հակասում էին հայկական հարցի նրա ակնկալած լուծմանը։ Գրականության ինստիտուտը տպագրում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուն, ի սկզբանե նախատեսված էր 14 հատոր, արդեն ավարտին են մոտենում այդ հատորները, այս տարի կհրատարակվի հիշատակարան Ավետիք Իսահակյանի, կհրատարակվեն նաև զուգահեռ ուստակարու վեպի եւս 3 հատոր արդեն հրատարակվել են, այս տարի 3-րդ հատորը կհրատարակվի եւ եւս նախատեսում ենք մի քանի հատոր այսինքն նախապես նախատեսված հատորների քանակը ավելանում է։ Վարպետի բանաստեղծական հզոր տաղանդի հետ միասին ուսումնասիրողներն ընդգծում են այն իրողությունը, որ ազգային ամենազգայուն հարցերի դեպքում նա հանդես էր գալիս որպես մեծ վերլուծաբան եւ իհարկե չեն մոռանում նաեւ պոետի մարգարեական կանխատեսումները։ Այսօրը նա տեսել է, տեսնում է նաեւ վաղվա օրը։ Եթե նա մեզ զգուշացնում էր, ես ձեզ ասում եմ կգա հոգուսով եւ դուք կքաղցեք կուշսեղանի մոտ, դա շատ մեծ զգուշացում է, ամբողջ աշխարհն է փոխված։ Տեսնում եմ անտարբերություն դեպի կրթությունը, անտարբերություն դեպի հոգեվոր արժեքները, պաշտամունք մամոնայի, միայն դա Հայաստանում չի։ Ցավոք, դա եթե համաշխարհային ձևով է, բոլոր երկրները սկսում են տուժել դրանից։ Իսկ դա անընդհատ ինքը զգուշացնում է գեղարվեստի միջոցով։ Իսահակյանական միջազգային գիտաժողովի ավարտից հետո հրապարակված բոլոր զեկուցումներն ու գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով։ Նոնե Ալեքսանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։